Մենեջերին ազատեցին աշխատանքից ընկերությունից եւ նա անմիջապես սպառնաց, որ իր ղեկավարը 3 օրից ավել չի ապրի։ Ինչպես եւ սպասվում էր, նույն օրը ղեկավարին դանակահարելով սպանեցին։ Նիկն այնքան սարսափած էր, որ չգիտեր ինչ անել։ Նա իրականում հանեց դանակը, տեսնելու համար, թե արդյոք սա ինչ-որ կատակ չէ, բայց հետո հասկացավ։ Հիմա նա ձեռքում պահում է սպանության զենքը, ինչը նրան սպանողի տեսք էր տալիս։ Այնպես որ նա փորձեց դանակը հետ դնել, բայց ի վերջո ուղղակի չկարողացավ դա անել։ Նա անմիջապես դուրս վազեց գործընկերոջից օգնություն խնդրելու, բայց ձեռքի դանակն ու ամբողջովին արյան մեջ լինելը լիովին ապշեցրին նրա գործընկերներին։ Նրանք չէին կարողանում հավատալ, որ առավոտյան նրա հնչեցրած սպառնալիքը ճաշի ժամին արդեն վերածվել էր սպանության։ Նիկը հասկացավ, որ չի կարող արդարանալ։ Նա որոշեց անմիջապես փախչել շենքից, բայց հենց իջավ ցած, տեսավ, որ ոստիկանությունն արդեն ժամանել է։ Նիկն արագ կողմնորոշվեց եւ ձևացրեց, թե քթից արյուն է գալիս, երբ հանգիստ դուրս էր գալիս։ Նա գնաց դեպի կամուրջն եւ սպանության զենքը նետեց գետը, բայց ոստիկանության աշխատակիցը պատահաբար այն ուղակի ջրից հանեց։ Անհաջողակ Նիկը տեսավ սա եւ անմիջապես դիմեց փախուստի։ Այդ գիշեր նա զանգահարեց մորը։ I'm going to try to make my way to Mexico, where I will remain until I can prove my innocence. Արյունն իր վրայից լվանալուց հետո նա գնաց ավտոկայան փախչելու պլանով։ $36 get me. Who's there? Right? How far will this get me? There you go. Thank you. Նիկը պատրաստ էր փախչել գիշերով, բայց երբեք չէր սպասում, որ կայարանում կհանդիպի իսկական սպանողին։ Սպանողը նկատեց, որ Նիկն իրեն է նայում, եւ կասկածեց, որ Նիկը կարող է հետևել իրեն։ Սարսափած, սպանողը սեղմեց գազը եւ արագ հեռացավ։ Բայց այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ Նիկն նույնիսկ չէր կարողանում տեսնել իրեն։ Մեքենայի ապակին հակառակ կողմով էր տեղադրված, այնպես որ Նիկն ուղակի հիանում էր իր սեփական գեղեցիկ արտացոլանքով։ Հենց այն պահին, երբ Նիկը պատրաստվում էր քնել, վարորդը հիշեցրեց նրան, որ իջնելու ժամանակն է։ Նիկն անմիջապես շփոթվեց։ Նա դեռ չէր հասել իր նպատակակետին։ Պարզվեց, որ տոմսավաճառը գողացել էր նրա ժամացույցը եւ նրան տվել էր ընդամենը ճանապարհի կեսի տոմս։ Վարորդի մեղքը եկավ եւ բարեհոգաբար նշեց, որ Մեքսիկան այստեղից շատ հեռու չէ։ Ուղղակի անցիր 3 լեռ, լողալով անցիր 4 կետ եւ ոտքով քայլիր եւս 300 կիլոմետր եւ տեղում ես։ Հետո նա Նիկին իջեցրեց ամայի տեղում։ Այդպես Նիկը սեփական ոտքերով քայլեց 3 օր եւ 3 գիշեր։ Երբ ծարավում էր, վայրի մրգեր էր ուտում։ Երբ սովածանում էր, թունավոր սնկեր էր ծամում։ Բայց այս մարդը, ով իր ամբողջ կյանքում անհաջողակ էր եղել, հանկարծ պատահաբար գտավ մի ամենագնաց։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ սպանողն էր այն թողել։ Նա ղեկի տակից մի քանի լար հանեց, որպեսզի միացնի մեքենան, բայց արագ հասկացավ, որ բանալիները մեքենայի վրա են։ Նիկը քշեց ամենագնացը դեպի մոթել հանգստանալու։ Մոթելի տերը պատահաբար տեսավ նորությունների թողարկումը սև ամենագնացով փախչող սպանողի մասին։ Նիկի վերև բարձրանալուց հետո տերը լռելիայն զանգահարեց ոստիկանություն։ Իր սենյակում Նիկը նույնպես տեսավ նույն նորությունը։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է ոստիկանությունն այդքան շատ բան իմացել իր մասին։ Նա նոր էր գողացել մեքենան եւ այն արդեն նորությունների մեջ էր։ Նույնչափ շփոթված էր կողքի սենյակի սպանողը։ Նա ակնհայտորեն լքել էր մեքենան, բայց այն խորհրդավոր կերպով հայտնվել էր ներքևում։ Ոստիկանների բազմությունը շրջապատեց մոթելը։ Նիկը ենթադրեց, որ նրանք իր հետևից են եկել։ Նա սրբիչը փաթաթեց գլխին քողարկվելու համար։ Բայց ոստիկանությունը նայեց նրա կառուցվածքին եւ հասկացավ, որ նա իսկական սպանողը չէ, որից հետո նրան բաց թողեցին։ Yes. That's him! Ha! Նիկը գոռաց, որ ինքը սպանողը չէ, եւ պատահականորեն ցույց տվեց ոստիկանության հետևը, ասելով, որ սպանողը հենց այնտեղ է։ Այնպես ստացվեց, որ իսկական սպանողը նոր էր դուրս եկել դռնից։ Ոստիկանները նայեցին Նիկի ցույց տված ուղղությամբ եւ նկատեցին իսկական սպանողին։ Երկու կողմերն էլ անմիջապես կրակ բացեցին։ Երբ Նիկը շեղեց նրանց ուշադրությունը, նա դիմեց փախուստի։ Իր հետևում կրակոցներ լսելով նա ենթադրեց, որ կրակում են իր վրա եւ սկսեց վազել զիգզագաձև գնդակներից խուսափելու համար։ Սպանողը, լինելով իսկական պրոֆեսիոնալ, կարողացավ պատասխան կրակ բացել, միաժամանակ ցատկելով շենքից առանց ռիթմը կորցնելու։ Նա պինդ կանգնեց մեքենայի տանիքին, հափշտակեց ոստիկանական մեքենան եւ դիմեց փախուստի դեպքի վայրից։ Մինչդեռ Նիկը վազեց մինչև գնացքի գծերը, պլանավորելով ցատկել գնացքի մեջ եւ շարունակել փախուստը։ Նա կանգնեց քարի վրա եւ սպասեց հարմար պահի ցատկելու համար։ Մի փոքր տանջվելուց հետո նրան հաջողվեց բարձրանալ ներս։ Սպանողը նայում էր, թե ինչպես է Նիկն անհետանում հեռվում։ Նա հասկացավ, որ գործ ունի իսկական պրոֆեսիոնալի հետ։ Նա զանգահարեց իր գործատուին եւ ասաց, որ հանդիպել է մասնագետի։ Գործատուն, որը Նիկի գործընկերն էր, ասաց, որ Նիկն ուղակի հիմար է եւ չէր կարող ինչ-որ հանճար լինել։ Այնուամենայնիվ, ուր էլ որ գնում էր սպանողը, Նիկն ինչ-որ կերպ գտնում էր նրան ճշգրիտ ճշտությամբ։ Սպանողն այժմ համոզված էր, որ Նիկը ֆեդերալ էլիտար ագենտ է։ Նա հավատում էր, որ ապահով լինելու միակ ձևը Նիկին վերացնելն է։ Մինչդեռ գնացքի կայարանի աշխատակիցը գտավ Նիկին անգիտակից վիճակում։ Պարզվեց, որ Նիկը գնացքում կերել էր նրբերշիկներ, որոնց պիտանելիության ժամկետն անցել էր 20 տարի առաջ։ Բարեբախտաբար, հիվանդանոց տեղափոխվելուց հետո նրան ուշքի բերեցին։ Բժիշկը հարցրեց նրա անունը։ Նիկը աչք ածեց սենյակում եւ տեղում մի անուն հնարեց։
Enema Bag Jones. That's not your name, you're simply lying to me. Սպանողը նույնպես գտել էր Նիքի հետքը մինչև հիվանդանոց։ Նիկն անհանգստանում էր նորից բռնվելու համար, նորից գողացավ կողքի հիվանդի հագուստը եւ փորձեց դուրս սփռթել։ Նա դեմ առ դեմ բախվեց սպանողին, ով քողարկված էր որպես բժիշկ։ Սպանողը պատրաստվում էր դիմել քայլերի, երբ հայտնվեց ոստիկանության աշխատակիցը եւ քայլեց դեպի նրանց։ Երկուսն էլ ենթադրեցին, որ ոստիկանը գալիս է իրենց հետևից։ Բայց ոստիկանն ամբողջովին անտեսեց Նիկին եւ սպանողին շփոթեց բժշկի հետ։ Նա ասաց, որ իր գործընկերը ծայրահեղ ծանր վիճակում է եւ աղաչեց սպանողին գալ ու փրկել նրան։ Սպանողը չէր կարող մերժել, նորից գնաց նրա հետ։ Վիրահատարանում սպանողն օգտագործեց իր հատուկ հմտությունները։ Ինչպես եւ սպասվում էր, վայրկյանների ընթացքում հիվանդը մահացավ։ Ոստիկանության աշխատակիցները շարունակում էին մխիթարել նրան, ասելով, որ չմեղադրի իրեն, որովհետև նա արեց իր լավագույնը։ Սպանողն անմիջապես ասաց ոստիկանությանը, որ իրեն մի պահ մենակ մնալ է պետք։ He's taking it really hard. Հետո արագ փախավ դեպքի վայրից։ Մինչդեռ Նիկը երկար ճանապարհ էր քայլել եւ սաստիկ ջրազրկվել էր։ Նա նկատեց մետաղադրամով աշխատող ջրի ապարատ եւ բերանը դրեց տակը։ Նա ի վերջո կշտացավ ջրով։ Հետո նա կանգնեցրեց ճանապարհի մեքենաներից մեկը, տեղ հասնելու համար։ Աղջիկն ասաց, որ կարող է նրան տանել, բայց ինքը փոքրիկ խնդիր ունի մեքենա վարելիս եւ հույս ունի, որ Նիկը դեմ չի լինի։ Նիկն ասաց. Իհարկե ոչ։ Մեկ է, ոչ ոք չի մահանա։ Պարզվեց, որ Լիզան ուներ ծանր նարկոլեպսիա, քնկոտության հիվանդություն։ Նա նկատեց Նիկի երեսի վերքը եւ պնդեց նրան տուն տանել, այն բուժելու համար։ Նա ասաց նրան մնալ այնքան, մինչև ապաքինվի։ Նիկը խորապես հուզված էր։ Նա որոշեց օգնել Լիզային վերանորոգել ցանկապատը, որին նա նոր էր հարվածել։ Քիչ անց Լիզայի հայրը տուն եկավ եւ ուրախ էր տեսնել վերանորոգված ցանկապատը։ Man, don't fix the fence! Who are you? Երբ հայրն իմացավ, որ դուստրը թափառաշրջիկի է ընդունել, մտահոգ տեսք ընդունեց։ Նա ասաց, որ իր բանկը փակվելու եզրին է եւ ընտանիքը կարող է իրեն թույլ տալ ամեն օր միայն պահածոյացված միս ուտել։ Բայց Նիկն ասաց, որ ունի բիզնեսի մագիստրոսի աստիճան եւ կարող է նորից աշխատեցնել բանկը։ Նա նույնիսկ աշխատավարձ չէր ուզում։ Այն ամենը, ինչ նրան պետք էր, ուտելիքն էր եւ մնալու տեղը։ Հայրն անմիջապես համաձայնեց ընդունել Նիկին։ Հաջորդ օրը Լիզայի հայրը Նիկին բերեց բանկ։ Հենց այդ պահին հայտնվեց մի մարդ, որը խնդիրներ էր պատճառում։ Նա տեղական ռանչոյի տերն էր, որը հույս ուներ, որ բանկը կսնանկանա, որպեսզի ինքը վերցնի այն։ Երբ նա տեսավ, որ բանկը նույնիսկ նոր աշխատող է վարձել, չկարողացավ զսպել ծաղրանքը։ Այդ երեկո հեռուստացույցով ցուցադրվում էր սպանության գործի մասին տեսանյութ։ Ռանչոն տեսավ կադրերը, որտեղ Նիկը դանակ էր պահում, եւ համոզված էր, որ Նիկն է սպանողը։ Նա անմիջապես կապվեց թերթի հետ, որպեսզի հոդված հրապարակի այն մասին, թե իբր բանկը պատասպարում է մարդասպանին։ Սա հաստատ վերջնականապես կփակեր բանկը։ Ինչպես եւ սպասվում էր, հաջորդ առավոտյան բոլորը շտապեցին բանկ, պահանջելով հետ վերադարձնել իրենց փողերը։ Սպանողը նույնպես լսեց նորությունը եւ գաղտնի մտավ բանկ։ Բայց նա չէր սպասում, որ Ռանչոն նույնպես ոստիկանություն էր կանչել։ Սպանողը ապշած էր։ Ուր էլ գնում էր, ամենուր ոստիկաններ էին։ Որքան շատ էր մտածում դրա մասին, այնքան ավելի էր համոզվում, որ Նիկը վարպետ դետեկտիվ է։ Լիզան ենթադրեց, որ ոստիկանությունը Նիկի հետևից է եկել, որի պատճառով քաոսի ժամանակ նրան դուրս քաշեց ետևի դռնով։ Բայց նրանք հեռու չգնացին, քանի որ սպանողը հասավ նրանց։ Սպանողը պլանավորում էր Նիկին մաքսանենգորեն անցկացնել սահմանով դեպի Մեքսիկա եւ հատուկ պահանջեց, որ Լիզան բարի մեքենան։ Նիկն անչափ անհանգիստ էր, երբ լսեց սա։ Ճանապարհին Նիկը շարունակ դժգոհում էր, որ հետախուզման պաստառի վրա ինքը շատ տգեղ տեսք ունի։ Սպանողը դրա համար հարվածեց նրան։ Հենց այդ պահին Լիզայի նարկոլեպսիան նորից սկսվեց։ Մեքենան ջարդուխուրդ եղավ եւ այլևս չէր կարողանում գնալ։ Ոստիկանության ալիքը հասավ նրանց։ Սպանողը հասկացավ, որ փախուստ չկա, ուստի Նիկին եւ Լիզային քաշեց բարձր տեղ եւ սպառնաց ոստիկանությանը, ասելով, որ ագենտն իր ձեռքերում է, եւ հարցրեց, թե արդյոք նրանք կհամարձակվեն կրակել։ Sorry about that. One of our boys got a little overzealous. All right. But if one more cop shoots me, I'm gonna kill at least one of my hostages. We don't want anybody to get hurt. I'm already hurt. Right. We don't want anybody else to get hurt. How does that help me? I don't know. Tell the snipers to get in position. I can hear you. Sorry. Մինչ սպանողը բանակցում էր, Նիկը լռելիայն ցատկեց նրա հետևը, նրա ուշադրությունը շեղելու համար։ Լիզան անմիջապես հակահարված տվեց սպանողին։
Սպանողը կորցրեց հավասարակշռությունը եւ ընկավ եզրից։ Բարեբախտաբար, նա բռնվեց տախտակից։ Նիկը նույնիսկ փորձեց առաջ գալ նրան փրկելու համար։ Բայց սպանողն ի վերջո սահեց եւ ցած ընկավ։ Պարզվեց, որ բարձր կետը ընդամենը մոտ 15 ֆուտ բարձրության վրա էր։ Սպանողին տեղում ձերբակալեցին։ Քանի որ Նիկն օգնեց բռնել իսկական մարդասպանին, նա ոստիկանությունից ստացավ $1 միլիոն պարգևատրում։ Բոլոր մեղադրանքներից արդարացվելուց հետո նա որոշեց չհեռանալ։ Նա պլանավորեց օգտագործել $1 միլիոն բանկը փրկելու համար։ Ի վերջո, Նիկը եւ Լիզան ապրեցին երջանիկ։